Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի իր գործընկերոջ հետ ներկա է եղել հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ խորհրդակցությանը։ Արցախի 176 զինվորականի ընտանիք բնակարան ստացավ Ստեփանակերտում։ Սպայական ավանում բնակարանամուտին ներկա էին Հայաստանի եւ Արցախի առաջին դեմքերը։ ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահը պարգևատրել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողներին։ Հոգենդապետ Արմեն Պետրոսյանին։ Նախագահները ներկա էին նաև պաշտպանության բանակի շտաբի մարզադահլիճի զորամասերի համար կառուցված ճաշարանի բացմանը։ Հայոց հին մատենագրերի պահոց այսուհետև կգործի նաև Գանձասարում։ Փյունիկ հիմնադրամի միջոցներով նորոգված շենքը գործելու է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի կառուցվածքում։ Գիտամշակութային կենտրոնի բացմանը նախագահ Սարգսյանը նվեր էր բերել Գյուլիստանի ավետարանը, որ 12-13-րդ դարերի մատյան է։ Նորաբաց ցուցասրահներում ներկայացված են 100-ից ավելի ձեռագրերի, Արցախի պատմության առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, որոնք հավաքվել են վերջին 7 տարում։ Լիլիթ Ասլանյան, ժամը լրատվական։